Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 1-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Երբ ասում ենք հունիսի 1, նշանակում է երեխաների պաշտպանության միջազգային օր։ Իհարկե, տարբեր տրամաչափի պաշտոնյաներն արդեն ողջունի խոսքերն ասել են, տարբեր ազդեցիկ դեմքերը ասել են, բայց չմոռանանք, որ այսօր տոն չէ, ուղղակի պաշտպանության միջազգային օրն է։ Այսօր մեծերի հաշվետվության օրն է, թե ինչ են արել երեխաների ներկայի ու ապագայի համար։ Եվ ի վերջո հասարակության եւ պետության բարոյականության մակարդակը որոշվում է, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը հասարակության հոգատության կարիք ունեցող, պաշտպանության կարիք ունեցող շերտերի համար, ծերերի եւ երեխաների։ Դրա համար աշխարհաքաղաքական իրադարձությունների շատ կարճ կանրադառնամ, որովհետեւ դրա հետ կապված բավական ասելիք ունենք։ Հիմա նայենք, Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտնել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի ժողովրդական հանրապետության ղեկավար Սի Ցզինպինի հեռուստազրույցը կարող է կայանալ առաջիկա շաբաթվա ընթացքում։ Երեկ էլ այս մասին խոսեցինք, որ Միացյալ Նահանգները ընդունում է, որ փակուղի է մտել բանակցությունները Չինաստանի հետ։ Չինաստանը զիջումների չի գնում մի բան, որ Ամերիկան այդ հույսը ուներ։ Մաքսային պատերազմի առումով հիմա ինչ է ասում պաշտոնյան։ Մենք ակնկալում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ կանցկացնի կարևոր քննարկում նախագահ Սիի հետ առևտրային բանակցությունների շուրջ։ Սա մեր սպասելիքն է, ասել է Հասեթը։ Ու ինչն է նաև ոչ այդքան հաճելի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի անունից ակնարկում են, որ նախագահը ցանկանում է զրուցել Սի Ցզինպինի հետ, մի հատ էլ պաշտոնյան ասում է հույս ունենք, որ Չինաստանը կհամաձայնվի այդ բանակցություններին։ Այսինքն դուք այսպիսի Ամերիկա շատ եք տեսել, ժողովուրդ ջան։ Ես իմ գիտակցական կյանքում սենց Ամերիկա չեմ տեսել, որ ինքը առաջարկություն անի ու սպասի տեսնի ինչ կորոշեն, իր հետ կհանդիպեն, թե չէ, իր առաջարկը կընդունեն, թե չէ։ Ամերիկան կասի, ես ասում եմ, որ հարգելի եվրոպական գործընկերներ, Վատիկանում է հանդիպումը լինելու եւ Ռուսաստանն ասի, ինչ Վատիկանում չի լինելու է Ստամբուլում եւ հետո պնդելով նորից լինում է Ստամբուլում։ Ասել, որ Պուտինը պետք է գա Ստամբուլ, ես էլ եթե պետք է կգամ կհանդիպեմ, մեկ էլ Պուտինը մի երկու օր հետո ասում է, ես գալու նպատակ չունեմ։ Սա երկրորդական հարցեր չի, որ ասենք, հա դե լավ, ինչ ա եղել, որ հիմա Ամերիկան առաջարկություն ան, Ամերիկան կոշտ ձևով մաքսատուրքեր է մտցնում, Չինաստանը հակադարձում է, որից հետո Ամերիկան շուռա գալիս ասում է, հույս ունենք, որ կբանակցենք, փակուղի ա մտել, մի հատ լուծում կգտնենք, գոնե առաջի դեմքերի մակարդակով։ Սա այդպիսի ճանապարհ գնալը ճիշտ չի, ժողովուրդ ջան։ Հուսանք, որ Դոնալդ Թրամփը ի վերջո կվերանա իր վերաբերմունքը եւ այդպես չի խաղա Ամերիկայի արժանապատվության հետ, որից ավելի շատ աշխարհի շատ բնակիչներ ու քաղաքացիներ են վիրավորվում, ինչի համար, որովհետև մենք երկար ժամանակ սովորել ենք Ամերիկայի ազդեցությունը աշխարհի վրա։ Շատ դժվար ենք պատկերացնում, թե ինչպես կարող է Ամերիկայի ազդեցությունը այսպես փոքրանալ, այն էլ Ամերիկայի վարած քաղաքականության արդյունքում։ Նրան չեն ճնշում, նրան դուրս չեն մղում, նրա դեմ չեն պայքարում։ Ուղղակի ինքը պայքարը մղում է, ինքը հանձնվում, ինքը պայքարը մղում է, ինքը հետ քաշում։ Սա նույնպես աշխարհին շատ կարևոր հետաքրքրող հարց են մեզ նույնպես, որովհետև աշխարհի առաջի եւ երկրորդ տնտեսությունները մտել են պատերազմի մեջ։ Դե պատկերացրեք ինչ է նշանակում, եթե համաձայնության չգան, ինչ կլինի աշխարհի վիճակը։ Իսկ հիմա նայենք տաք կետերից ռուս-ուկրաինական պատերազմ, Իրանի հետ կապված հարցեր կան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ Ռուսաստանի հետ բանակցությունների համար կմեկնի Ստամբուլ։ Դե պարզ է, որ վաղն է նախատեսված հանդիպումը։ Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի, անվտանգության ծառայության եւ հետախուզության ղեկավարության հետ եւ որոշել է նաեւ դիրքորոշումները Ստամբուլում կայանալիք հանդիպումից առաջ։
Առաջինը կրակի լիակատար եւ անվերապահ դադարեցում, երկրորդը գերիների ազատ արձակում, երրորդը առևանգված երեխաների վերադարձ եւ որպեսի հաստատվի հուսալի եւ տևական խաղաղություն եւ երաշխավորվի անվտանգությունը նախապատրաստել բարձր մակարդակի հանդիպում, թվարկել է Զելենսկին։ Իդեպ Ռուսաստանը ցանկացած նման կարգի հանդիպումներից առաջ կամ կարգավորման հետ կապված ցանկացած քննարկումից առաջ շատ ավելի ակտիվ ու ագրեսիվ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Այս անգամ էլ բացառություն չէր, նորից Ռուսաստանը բավական ինտենսիվ հարձակում էր սկսել Ուկրաինայի քաղաքների վրա, բացի դրանից նաև փորձում էր իր գործողությունները ճակատում առաջ գնալու համար, ինչ չափով էլ, ինչ գյուղել թեկուզ վերահսկողության տակ վերցնի, դա ասենց գեղեցիկ ձևով ներկայացնի։ Բայց այս անգամ արդեն Ուկրաինան էլ ոնց որ ասես տպավորությունը առաջանում, որ մենք ենք խնդրողի դերում, կարծես Ուկրաինայի ինչ են պարտադրում համաձայնության գալ, այլ Ուկրաինան խնդրողի դերում է։ Դրա համար այս անգամ էլ Ուկրաինան շատ լուրջ, շատ ծանր հարվածներ հասցրեց Ռուսաստանին, բացի այն, որ դա խփեց ռազմական օդանավակայանների եւ տարբեր հաշվարկներով ոչնչացված կործանիչները, ռմբակոծիչները 40-ից անցնում են 40-ից մինչև 50 ինքնաթիռների մասին է խոսքը, բավական լուրջ ինքնաթիռների, բացի դրանից դա նաև շատ լուրջ բարոյական հարված է Ռուսաստանին, ես կասեի ապտակ, որովհետև երբ որ խոսքը գնում էր նրա մասին, որ Վլադիվոստոկում տեղի ունեցավ պայթյուն, ռուսները փորձում էին դա ասեն, որ գիտեք ինչ, դա ինչ-որ պատահականություն ա եղել, ուկրաինացիները դրա հետ կապ չունեն։ Այսինքն իրանք շատ վատ էին տանում, ոնց կարող է պատահի Վլադիվոստոկում Ուկրաինան կարողանա ռազմական օբյեկտներին հարված հասցնել, ոնց դա խոստովանեին։ Եվ դրա համար այսօր տեղի ունեցավ այն, որ այլևս թաքցնել ռուսները չեն կարողանում։ Ուկրաինացիները հարվածներ հասցրեցին 2 օդանավակայանների ռազմական, բայց մեկը Իրկուտսկի մոտ։ Իսկ դա նշանակում է, եթե քարտեզի վրա նայես, ավելի քան 5000 կիլոմետր հեռավորությունից։ Չենք կարող ասել կոնկրետ որ դիրքից են խփել, որ իմանանք ստույգ, բայց խնդիրը դա չի։ Ուկրաինացիները անմիջապես պարզաբանեցին, որ իրանք իրանց տարածքից չեն հարվածել։ Իրանք լավ էլ տեղափոխել են այդ դրոնները Ռուսաստանի տարածք, լավ էլ մանրակրկիտ պահեստավորել են, լավ էլ տեղակայել են որտեղ որ հարմար է եւ հարմար դիրքից Ռուսաստանի տարածքից հարձակվել են Ռուսաստանի ռազմական օդանավակայանների վրա։ Բանակցությունից առաջ այս հարվածը ուղղակի ապտակ էր Պուտինին։ Դուք պատկերացրեք, խոսքը վերաբերում է Իրկուտսկին։ Եվ սա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանը երբ որ խոսում է, որ եթե իմ ուզածը չտակ ավելին կվերցնեմ, ես կանեմ, են կանեմ, ոչ մեկը դրան չի հավատում։ Իսկ եթե Իրանից վախեցող լիներ Ուկրաինան, սենց բան չէր անի։ Ինքը գիտի չէ, որ հարվածի պատասխան է ստանալու, բայց ինքը մտածում է, որ եթե ես հիմա կարող եմ նույնիսկ թվարկել, որ մի տարի մանրակրկիտ պատրաստել ենք այս օպերացիան, որպեսզի կարողանանք ճիշտ պահենք, ճիշտ տեղում հարվածենք, սա նաև ինչի համար է ասվում։ Դե դուք ինչ գիտեք, թե էլ ինչ ենք պատրաստել ձեր տարածքում։ Ուրեմն հասկացեք, որ կռիվը միայն չի գնում առաջնագծում, որ դուք էլ ասեք, այ եթե եվրոպական երկրները հանկարծ տան հեռահար հրթիռներ, որոնք 500 կիլոմետրի վրա խփեն, դա լուրջ վտանգ է ներկայացնում մեզ համար, եւ մենք դրա դեմ այս կանենք, այն կանենք։ Մարդիկ էլ ասում են դեվերցրեք քարտեզի վրա, նայեք, քանի կիլոմետրի վրա է Ուկրաինան խփել, ու բնականը այդ հեռավորության վրա հարվածող դրոն ինքը չուներ։ Ռուսաստանը այլևս չի կարող թաքցնել, որ իր տարածքում այդքան հանգիստ ձևով կարող են նախապատրաստել այդպիսի օպերացիա։ Այնպես որ սա մտածելու տեղիք է տալիս, այն էլ ուկրաինացիները շտապել են հայտնել նաև, որ այս օպերացիայի մասին իրենք Տրամփին տեղեկացրել են։ Այսինքն ուզում են ասել, երբ որ Տրամփը վրդովված էր Ռուսաստանի վրա, թե դու ինձ փաստի առաջ ես կանգնացնում, ես խաղաղության համար ճնշում եմ Ուկրաինային, իսկ դու այդ օրերը ինտենսիվ հարվածում ես Կիևին, դրա հետ կապված, որպեսի արդյունքը տեսներ Ռուսաստանը, Ուկրաինան ասել է, դե հիմա ես կհարվածեմ ու դու էլ տեղյակ եղի։ Չեմ համարում քո խոսքը, որ խաղաղության են գնում, ինչ է այսպիսի ինտենսիվ գործողություն անում, այլ խոսքը շաքարով կտրում եմ։ Երբ որ դու ասել ես քո խոսքը չեն հարգում, հիմա ես կհարվածեմ, որ քո խոսքը հարգեն։ Այնպես որ դա իրավիճակ է փոխում։
թվում է թե հալավ մի 55 տարի հետիշ մի խնդիրա որ իրավիճակ փոխի չէ սա որակական առումով իրավիճակ է փոխում իսկ քանի որ մեզ համար չափազանց կարևոր է թե ինչ ավարտ կունենա ուկրաինական պատերազմը որտեղ դրանով պայմանավորված է աշխարհակարգը դրանով պայմանավորված է ինչ դիրքից է աշխարհը դիրքավորվելու ինչ խնդիրներ է լուծելու այդ ժամանակ մենք որպես փոքր պետություն իմանանք բա մեր անվտանգությունը ումից ենք ակնկալում Ռուսաստանը լկտի անում է ասում է թե ուժի դիրքից ենք խոսում աշխարհը ազդեցության գոտի ենք բաժանում այսա արդեն Վրաստանին կերել ենք բան չի մնացել հիմա արդեն կարող ենք առաջ գնալ Հայաստանն էլ վերցնել ու միանալ Իրանին թե մեկ էլ ասում են ագրեսոր հետ քաշվի ընդհակառակը հետ քաշվի եւ դուրս արի մնացած տեղերից այս սրա մասին է խոսքը իսկ Ռուսաստանը որ Վրաստանի հետ կապված Վրաստանին էլ փաստ է առաջ կանգնացրեց ինչպես տեսակ ինքը շատ ծանր դրության մեջ դրեց Վրաստանի այսօրվա իշխանություններին եւ վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլուն, որտեղ երբ որ արդեն Ռուսաստանը արդեն անթակույց հայտարարում է փորձում էր իհարկե թաքցնել, բայց այլևս հնարավոր չի թաքցնել, որ ինքը Սուխումիում արդեն դնում է իր Աբխազիայում արդեն ինքը իր բազաները կառուցում է ռազմական եւ այն հույսով, որ ինքը կարողանա այլևս այնտեղ որտեղ վտանգավոր է նաև Սևաստոպոլի հետ կապված խոցելի է բավական ինքը շատ դուրս խնդիրներ է ունենում եւ ինքը արդեն փորձի Աբխազիայի տարած տեղափոխի իր նավատորմը եւ որոշակի կայաններ սարքի եւ այլ այն դեպքում երբ որ Աբխազիան Ռուսաստանը ճանաչել է անկախությունը բայց դա Վրաստանը միջազգայինորեն ճանաչված Վրաստանի տարածք է եթե Ռուսաստանը առանց Վրաստանի իշխանությունների համաձայնության Աբխազիայում կառուցում այդպիսի բան դա նշանակում է ինքը ասում է որ Աբխազիան անդառնալիորեն Ռուսաստանի տարածք է ոչ թե անկախ է եւ ուզում է Ռուսաստանի հետ աշխատի որովհետեւ այտենց կառույց չեն տեղափոխում Աբխազիա որը այսօր անկախ է վաղ ուզում է Վրաստանի կազմ մտնի դա անում են մի դեպքում երբ որ վստահ են որ դա իրանցն է եւ որևէ բան բեկանել հնարավոր չի դուք պատկերացրեք Վրաստանի իշխանության վիճակը երբ որ նրանք ասում են մենք գնում ենք Եվրոպա ոչ մեկը իրան չէր հավատում դե տես մենք Ռուսաստանի հետ լավանում ենք նրա համար որ առանց որևէ դժվարության հետ վերցնենք Աբխազիան դա է միակ շանսը Ռուսաստանն հետ լավելենք խաղաղ ճանապարհով վերցնենք Ռուսաստանը իր նավատորմը տեղավորում է Աբխազիայում հիմա էլ արդեն ուրիշ բան են ակնարկում իսկ գուցե պետքա Վրաստանը ԵԱՏՄ անդամ դառնա որպեսզի Ռուսաստանը սկուտերի վրա Աբխազիան իրան վերադարձնի Այն դրագինը դա է, այսինքն արի մտի մեր կազմ, որի դեպքում այլևս կապ չունի Աբխազիան անկախ է թե ոչ։ Աբխազիան նվիրենք քեզ։ Իհարկե դա էլ շատ կասկածելի է, որ այդ ճանապարհով կգնան, որտեղ Վրաստանի իշխանությունները այդ քայլին կգնան, բայց որ Վրաստանի իշխանությունները իրանց ժողովրդի առաջ խայտարակ եղան, թե ինչի են Ռուսաստանի հետ լավանում են այնքան, որ Ռուսաստանը արհամարի ձեր կարծիքը եւ Աբխազիայում բազա տեղակայի, նավատորմ տեղափոխի։ Մի խոսքով էդ էլ ուղղակի պատկերացնենք, թե ինչքանով է դա մեզ հետաքրքրում, որտեղ խոսքը վերաբերում է եւ նոր աշխարհակարգի եւ տարածաշրջանում մեր հյուսիսային դարպասին, որով որ մենք հաղորդակցվելու ենք աշխարհի հետ, իսկ հույս ունենք, որ նաեւ արևմուտքի հետ, եթե Վրաստանը այնուամենայնիվ վերադառնա իր ճիշտ հունի մեջ։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Չինաստանի մերձեցմամբ, հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին։ Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունների ամրապնդումը մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է։ Այսպես է արտահայտվել եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ Կալասը մեղադրել է Չինաստանին Ռուսաստանի երկակի օգտագործման ապրանքների 80%-ը մատակարարելու համար, այդ կերպ աջակցելով նրան Ուկրաինայի դեմ պատերազմում։ Չինաստանը հայտարարում է, թե չեզոք է, բայց նրա կողմից երկակի նշանակության ապրանքների արտահանումը սնուցում է Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Երբ Չինաստանը եւ Ռուսաստանը խոսում են համատեղ առաջնորդության մասին, խոսք է գնում վերջին 100 տարում չտեսնված փոփոխությունների եւ գլոբալ անվտանգության կարգի վերանայման մասին։ Մենք բոլորս պետք է ծայրահեղ մտահոգված լինենք։ Իհարկե կարադառնամ նաև ընդեղի հայտարարությունը Ամերիկայի պաշտպանության նախարարի, բայց հիմա տեսնենք, Կայա Կալասի մտահոգությունը միանշանակ ընդունելի է, բայց ով է դրա մեղավորը։ Այսօր
Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները մենք ընդունում ենք որպես հավաքական արևմուտք։ Հավաքական արևմուտքը կանգնած էր Ուկրաինայի թիկունքին ագրեսոր Ռուսաստանի դեմ։ Ու շատ դեպքերում շատ զգուշ էին Ռուսաստանին օգնելու հարցում Իրանը, Չինաստանը, նաեւ Հյուսիսային Կորեան։ Հյուսիսային Կորեան լկտիացավ, բացահայտ սկսեց աշխատել այն ժամանակ, երբ որ հասկացավ, որ Ռուսաստանին ագրեսոր չեն համարում, որ Ռուսաստանի հետ լավ էլ համագործակցելու են եւ Ռուսաստանը առավելություն ունի, որ տարածքներ գնավել։ Ու անպայման չի, որ դա մենք պայմանավորենք Դոնալդ Տրամպի պաշտոնը ստանձնելուց հետո։ Դոնալդ Տրամպը այդ ամեն ինչն ասել է պաշտոնը ստանձնելուց առաջ, նախընտրական խոստումներում, դե որ գամ, էս եմ անելու։ Եվ սա խոսում է նրա մասին, որ հիմա, երբ որ դրանից հետո Ամերիկան հայտարարեցին, որ մեր նպատակն է Ռուսաստանի մեր կողմ քաշենք, որպեսի պոկենք Չինաստանից, մեռանք ասելով, դա խորը թյուրիմացություն է։ Արտաքին քաղաքականություն չպատկերացնելու արդյունք է։ Ռուսաստանին Չինաստանից չես պոկի։ Նրանք զոդված են, եռակցված են։ Չինաստանն է Ռուսաստանի շալակին բարձրացրած են եռակցել, Ռուսաստանի Չինաստանի ոտքերից։ Այդքանը բարդ է հասկանալ, ժողովուրդ ջան։ Եթե դու ցանկանում ես, որ Չինաստանից վտանգ չտեսնես, դու պետք է Ռուսաստանին պարտության մատնես, որ Չինաստանի հետ էլ գործընկեր ելնես։ Հենց նպատակը դրեցիր Չինաստանին մեկուսացնել, ինքդ ես մեկուսանալու։ Երբ որ առճակատման է գնում Ամերիկան Եվրոպայի հետ, Չինաստանը Ռուսաստանից ինչի պետք է մեկուսանա, որ այդտենց առիթ ինչի է բաց թողելու, որ Չինաստանը իմանա, որ Ամերիկան ասում է եկեք բոլորով հավաքվենք Չինաստանի դեմ, Եվրոպա, Ռուսաստան բոլորով, Չինաստանը ապուշա, որ այդ հնարավորությունը տա Ամերիկային, ընդհակառակը ինքը բոլոր հետ էլ նորմալ աշխատում է, այդ թվում նաև Եվրամիության հետ է ինքը պատրաստ շատ լավ էլ այդ պակասները լրացնի, որը առճակատման առումով Ամերիկան ստեղծում է, Լատինական Ամերիկայի հետ էլ աշխատի, ցանկացած տեղ աշխատի, այդ պակասը լրացնելու համար, ու դրա համար մի ձև կա, պետք չի մեզ համոզել, թե դա ինչքան վտանգավոր է, մենք շատ լավ դա հասկանում ենք, մենք ենք ձեզ համոզում, ասում ենք, եթե այդքանը հասկանում եք հավաքական արևմուտքի քաղաքականությամբ Ռուսաստանին ռազմավարական պարտության եք տանում, ասում եք դու սարի գնա ագրեսոր, եւ Չինաստանին ասում եք իսկ քեզ պետք է այդ քու սահմանին էս ագրեսորը, որը մի օր քեֆը փոխվեց, մտնում է հարևանի տարածք, վաղն է կարող է քու տարածք է մտնում։ Ավելի լավ չի, որ հիմա սպասի Ռուսաստանին խեղճացնենք, դու քո հնարավորությունները ընդլայնես։ Առավել ևս, որ Չինաստանը ընդգծված ասում է, այն տարածքները, որը հիմա ինքը առանց փամփուշտ կրակելու Ռուսաստանից գրավում է, դուք գնացեք նայեք ինչա կատարվում։ Վլադիվոստոկի կողմերը դուք կնայեք, թե ինչա մինչը ցանկացած տեղ, որտեղ Չինաստանը համարել է, որ ժամանակին իր տարածքն ա եղել, ու ասում է դա պիտի բերեմ։ Այդ բոլոր տարածքները Ռուսաստանի իշխանությունները բնակիչներին անգամ ասում են թողեք դուս եկեք փոխհատուցում էլ չենք տալու։ Նույնիսկ Ռուսաստանում ինֆորմացիայից փակ պայմաններում այդ ինֆորմացիան գալի հասնում է Հայաստան։ Ինչա Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ դրա մասին չգիտեն։ Գիտեն, որ ոչ թե մենակ մարդիկ չեն դիմանում իրանց տներից հեռանում են, այլ մարդկանց համար դիտավորը ստեղծում են անտանելի պայմաններ, որ հեռանան, որպեսի հեռանալուց հետո Չինաստանին հանձնելը շատ հեշտ կլինի։ Ուղղակի Չինաստանը գալի վերցնում, ասում է դուք այս հողերը վիճակի եք պահել, պահեիք։ Բացի դրանից, եթե դուք ի վիճակի եք այս հողը մշակել կամ գործարաններ աշխատացնել ձեր բնակչությամբ, բանեիք, բան չեք ինձ տալիս։ Եթե ինձ եք տալիս, ինձ պետք չի ձեր բնակիչը, հաջողություն բոլորին հանեք։ Բոլորին կհանեք, նոր կգանք, գործարան կդնենք, թե ինչ կանենք, հող կմշակենք, կգանք մենք, մեզ հետ կբերենք մարդիկ, կբերենք այնքան, մինչև որոշ ժամանակ հետո չինացիների բնակչությունը Ռուսաստանի տարածքում կավելանա ռուս բնակչությունից։ Այս քաղաքականությունը հանկարծ ոչ մեկը չգիտի։ Մեր այդ սաղորը կռիվ են անում, ասում են դուք չգիտեք թե Ռուսաստանն ինչ է։ Ժողովուրդ ջան, հետևներդ պահեք, հա։ Դուք սենց դուս եք եկել Եվրոպայի դեմ, մեզ էլ բան եք բացատրում։ Մենք էլ ասում ենք մի հատ նայեք, թե հետևից ձեզ հետ ինչա կատարվում։ Մի հատ նայեք էլի։ Եթե չգիտեք, մի օր գործուղում գնացեք, պետք չի մեզ ասել ինչա կատարվում։ Ի տարբերություն ձեզ, մենք առանց տեղում նայելու էլ ենք այդ ամեն ինչն իմանում։ Իսկ հիմա ինչ ասեմ, ըստ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի Չինաստանը ձգտում է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Նախարարը վստահեցրել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցներին,
որ նրանք մենակ չեն մնա։ Վաշինգտոնը կուժեղացնի իր պաշտպանությունը արտասահմանում, Չինաստանի իր խոսքով աճող եւ իրական սպառնալիքի դիմակայելու համար, հատկապես Թայվանի ուղղությամբ։ Չինական պատվիրակության ղեկավարը համաժողովում Հեքսեթի մեղադրանքներն անվանել է անիմը։ Իհարկե Չինաստանը ընդգծված ցույց է տալիս Թայվանին, որ իմացի ուշտեշուտ ես դա կվերցնեմ ռազմական ճանապարհով ավելի լավ խաղաղ ճանապարհով, այսինքն եթե հույսը դրել ես Ամերիկայի վրա, կամ Ամերիկանի վիճակի չի լի քեզ օգնել, կամ Ամերիկան սկուտեղի վրա քեզ կհանձնի ինձ։ Էնպես որ ավելի լավ արուն չթափենք, ավելի լավ համաձայնության գանք։ Օղակը այնքան սեղմենք, մինչև դա վերցնենք առանց արուն թափելու։ Այսինքն սա հիմա Թայվանի համար իսկապես լուրջ խնդիր է, որովհետև ինքը չի հասկանում, կարա ամբողջական հույսը դնի Ամերիկայի վրա, թե ոչ։ Երբ որ Ամերիկան մի օր կանգնում, ասենք ասում է, ես չեմ ուզում ուրիշ պետությունների գործերին խառնվեմ։ Դժվար է ասել, չեմ ուզում ամբողջ աշխարհի գործերին խառնվեմ, բայց Թայվանին պիտի խառնվեմ։ Ինչ լոգիկայով։ Դրա համար սա էլ է խնդիր, որի պարագայում շատ գլոբալ առումով պետք է ուղղակի Չինաստանին քեզ գործընկեր դարձնես, այլ ոչ թե առավոտից իրիկու Չինաստանի հետ գնաս մաքսային առճակատման մեջ մտնես, դրանով ստիպես, որ ինքը ավելի սերտ համագործակցի Ռուսաստանի հետ։ Իսկ հիմա նայենք մեկ ուրիշ թեժկետը, որը մեզ ավելի շատ է հետաքրքրում, շատ եմ ասում, քան հենց Իրանին ու Միացյալ Նահանգներին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է ԱՄՆ-ից հնարավոր միջուկային համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ ստանալու մասին։ Իդեպ Սպիտակ տունը նույնպես հաստատել է, որ առաջարկները փոխանցվել է Իրանին։ Վաշինգտոնը կոչ է անում Թեհրանին ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը, բացի այդ առաջարկվում է ԱՄՆ-ի եւ ՄԱԳԱՏԵ-ի հովանու ներքո ստեղծել տարածաշրջանային կոնսորցիում Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ այլ արաբական երկրների մասնակցությամբ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի արտադրության համար։ Իհարկե կարծիքներ կան, որ թեպետ Իրանը խոստացել է, որ պաշտոնապես կպատասխանի, բայց այնուամենայնիվ Իրանը այսօր պատրաստ չի այս պայմանները ընդունել, որ ինքը պետք է չհարստացնի ուրանը կամ էլ լաբորատորիաները, գործարանները վերացնի միջուկային, եւ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները, եթե դա չհամոզեց, գործնականում նշանակում է ոչինչ էլ չարեց, որովհետեւ եթե ինքը պայմանագիր ստորագրի, որի վրա պահպանվի եւ այդ լաբորատորիաները եւ հարստացման հնարավորությունը անգամ եթե խաղաղ նպատակով է, բայց այդ հարստացման խաղաղ նպատակից մինչև ռումբը մի քանի ամսվա ճակատագիր է ունենալու, դա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունում է իր պարտությունը, որտեղ ինքը չկարողացավ Իրանին պարտադրել դա, որտեղ Ամերիկան ասում է Իրանը զենք չպետք է ստեղծի միջուկային, բայց ասում է լավ, զենքը սառացրու, մենք թուղթ ստորագրենք, բայց երբ ուզենաս մի 3 ամսից կստեղծես։ Դա նշանակում է, որ գործնականում ոչ մի պայմանավորվածություն էլ չկա, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե նման փաստաթուղթ ստորագրեց, դա նշանակում է, որ ինքը ուղղակի զոհաբերում է Իսրայելին եւ նաեւ Ամերիկայի հեղինակությունը, որտեղ եթե դու պետք է ընդհանրապես դա ստորագրեիր, ավելի լավ է ոչ մի համաձայնագիր էլ չստորագրեիր։ Իրանը թող սենց անորոշ վախվորացել մնար։ Բայց եթե համաձայնագիր է ստորագրում ընդունում Իրանի պահանջները, դա ավելի լավ է չստորագրիր, սա մեկ, եւ երկրորդ, եթե չես ընդունում, մտածում ես հարվածի համար, արդյոք այս վիճակով բարենպաստ է այդ հարվածներ հասցնելը։ Դրա համար երկու տարբերակն էլ մենք պարտավոր ենք քննարկել, որովհետեւ մեզնից կախված չի հարվածելը կամ չհարվածելը, դա նշանակում է մենք պարտավոր ենք բոլոր տարբերակները մեր աչքի առաջ ունենանք։ Բայց եւ միևնույն ժամանակ, քանի դեռ հարցը կարգավորված չի, քաղաքական հաղթանակ տանի Իրանը, թե ռազմական պարտություն կրի Իրանը, երկու դեպքում էլ մեզ համար խիստ մտահոգիչ է այն պայմանավորվածությունները, որ շատ դեպքերում խոսում են նրա մասին, որ մենք պետք է Իրանի հետ պայմանավորվենք։ Երբ որ Իրանը անգամ վճռականորեն պնդում է, որ թույլ չի տա Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն, դա էլ է ինձ մտահոգում։ Օրինակ շատերը դրանից ոգևորվում են եւ ասում են այնա գնանք իր այդ ռազմավարական պայմանագիր ստորագրենք, այնա տենում ես sense կանգնում ասում է թույլ չեմ տա, դրանից ավել աստուց կրակ եք ուզում, չէ աստուց կրակ չենք ուզում, ուղղակի չենք ուզում գլխներից կրակ բերենք։
որովհետև նախ որ մեր անվտանգությունը, մեր ինքնիշխանությունը հարևան երկիրն է երաշխավորում պաշտպանել, դա հենց ավելի մեծ վտանգավոր բան չկա, որովհետև հարևանը կարող է նաև ուրիշ ակնկալիքներ ունենա քո տարածքի վրա եւ քո վրա ազդեցություն ունենա, հեռու պետություն չի էլի, հարևանը եթե ինքը տեսա որ իր քո անվտանգությունն ու տարածքային ամբողջականության երաշխավորը ինքն է, ուրեմն դու դառնում ես մասնաճյուղ էլի այդ հարևանիդ, որի հետ խնդրեմ չունեիր, բայց արդեն խնդրեմ կունենաս։ Եթե ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներին ստիպի իր գործերին չխառնվել, ստիպի որ նա հարավային Կովկասի վրա ազդեցություն չունենա, ստիպի որ Ամերիկան մոռանա որ պետք է այդտեղ զորք մտցնի, պատկերացրեք դա Հայաստանի համար հեչ լավ տարբերակ չի։ Իսկ եթե ինքը այնուամենայնիվ ջախջախի չարվածներ ստանա, որի պարագայում մեր հարավային հարևանն է, իսկ դա կարող է մեզ համար լուրջ խնդիրներ առաջացնի, երկու դեպքն էլ մեզ համար անընդունելի է։ Եվ դրա համար այս առումով ուղղակի այն ոգևորությունը բացարձակ ես չեմ կիսում, որ մարդիկ ասում են Իրանը մեր տարածքային ամբողջականությունը երաշխավորում է։ Չեմ ուզում նորից հերթական օրինակները բերեմ, թե որտեղ է երաշխավորը եւ ոնց է նրանց վիճակը, զուտ մենակ են, որ ինքը պետք է երաշխավորի, դա նշանակում է, որ իր ազդեցությունը մեր երկրի վրա պետք է բարձրանա։ Մենք մեր ինքնիշխանությունը այդ պահից կկորցնենք, եթե ինքը ասում է քո ինքնիշխանությունը ինձնից է կախված։ Այդ ինչից եք ոգևորված։ Այդ ի՞նչն է ձեզ տենց ոգևորում, որ հարևանը ասի քո ինքնիշխանությունը ինձնից է կախված։ Այնա Նիկոլ Փաշինյանը կանգնեց, ասեց, որ կադաստրի վկայականը Ադրբեջանից է կախված։ Այդ խայտառակությունից դեռ դուշ Բայրանի չափերը նայեք ու Ադրբեջանի։ Բայց եթե հանկարծ դուք խոսում եք ինքնիշխանությունից ու հանկարծ մտածեք, որ ձեր պետության գոյությունը կախված է որևէ հարևանից, նույնիսկ հարևան, որի հետ խնդրեմ չունեք, արդեն խնդրեմ ունեք, եթե իրոք ընդունում եք, որ դա այդպես է։ Դրա համար ես ուղղակի սա ասում եմ եւ ամեն անգամ նույնիսկ թեթև ինֆորմացիա էլ եթե լինի Իրանի հետ կապված, այդ հարցում թեթև ինֆորմացիա չկա։ Ամեն ինչը մեզ շատ ուղղակի հետաքրքրում է։ Իսկ հիմա այդ վիճակում արդեն որ նայում ենք, թե ինչ կարող է լինել մեր տարածքի նկատմամբ ոտնձգություններ եւ ախորժակ, Ֆրանսիայի ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Աննա Լորանս Պետելը գրել է. Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային, կրակ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ադրբեջանի նպատակն է մահվան մշտական վախ ներշնչել, որպեսզի բնակչությունը փախչի եւ ներխուժել Հայաստան, նշել է падգամավորը։ Իհարկե կրակոցներ շատ են լինում, մենք շատ ավելի քիչ ենք դրա մասին խոսում, կարծում եմ որ ճիշտ ենք անում, բայց միևնույն ժամանակ կոծկելն ու լղոզելն էլ իմաստ չունի, որովհետև այդ վտանգը իրականում մեր հայրենակիցները տեսնում են։ Այո, նրանք կանգնած են, պինդ կանգնած են, իրանց հողից չեն պատրաստվում հեռանալ, դա շատ լավ է, որ իսկ ցանկացողները ինչ է, եթե կոնկրետ ապրողը ապրում է իր հողի կարճած, որտեղ իր ծնողների գերեզմաններն ու ասում սա իմ հողն է, այստեղ չեմ գնալու, դա ուրիշ է։ Այդ մարդը դուրս եկավ, հաջորդ մեկ ուրիշը կասի մտամ գնում եմ այդտեղ հասնեմ ինչ անեմ։ Մեկ ուրիշը որպեսի գնա ուրիշ տեղ թեկուզ հայկական հողի վրա ապրելու շատ պայմաններ ու գործոններ պետք է լինեն իր համար բարենպաստ ու հաստատ ինքը այդ բնակավայրերը չի ընտրի։ Դրա համար պետք է կյանքի գնով այո այդ բնակիչները կարճած լինեն իրանց հողին։ Բայց եւ միևնույն ժամանակ եթե իրանք ճշտամուն տեսնում են դեմից ու ասում են պինդ կանգնած ենք, ներսից, թիկունքից ու մեջից պետք է այդ մարդկանց հարվածներ չհասցնենք։ Բայց դա արդեն անում են մեր իշխանությունները։ Մեկ անգամ եւս հիշացնեմ, ինչի նկատի ունեմ, որովհետեւ այս հարցը նորից է անդրադառնում։ Ինձ թվում էր, որ անդադ որ այդ հարցը հիմնավորում ենք, ոնց որ թե նորմալ է, բայց մեկ է տեսնում ես հրապարակային գործիչները նորից անդրադառնում են այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձին, մեկ էլ հիմնավորում են, ասում են՝ «Իա, բա մենք էլ հաշվել ենք, ըստեղ այսքան էր, Կիրովաբադում այսքան էր, Բաքվում այսքան էր, այսիշ տեղը այսքան էր, դե որ տենցա թող իրանք է պարտավորվեն, որ նրանք էլ վերադառնան»։ 100 անգամ եմ ասել, 101-րդ անգամ ասեմ։ Եթե շարքային որևէ քաղաքացի դրա ծանրությունը, կործանարար ազդեցությունը չի պատկերացնում, էլի ոչինչ, մի անգամ էլ կասեմ։ Բայց եթե հրապարակային գրագետ գործիչները կոնկրետ ասում են, որ եկեք մենք պարտավորվենք, թող 300,000 ադրբեջանցիները գան, եթե Ադրբեջանն էլ պարտավորվում է 300,000 հայաստանցի ընդունի այնտեղ, այդ մարդը հնարավոր չի ծախված չլինի, եթե նա գրագետ է։ Փողը Ալիևից է ստացել,
թե Փաշինյանից է ստացել, իսկ Փաշինյանը իր գրպանից չի տալի, էլի Ալիևի փողերն է տալիս։ Հնարավոր չի գրագետ մարդը նման բան առաջարկի ու ինքը ծախված չլինի, ժողովուրդ ջան։ Մեկ անգամ եւս բացատրել, որտեղ եթե որևէ գրագետ մարդ դա ասում է, դուք կարող եք հանգիստ ասել Ալիևի ստրուկ։ Հանգիստ։ Ինչքան ես վերցրել, ասա։ Եթե կերթվի կասի չեմ վերցրել, չհավատակ։ Հնարավոր չի։ Որտեղ տեսեք, մի անգամ եւս ասում եմ, 88 թվականին եղել է Արցախյան շարժում։ Արցախյան շարժման արդյունքում եղել է Սումգայիթի դեպքերը մի շաբաթ հետո, այսինքն կոտորածը սկսել է Ադրբեջանը։ Դրանից հետո այդ ամեն ինչից հետո ինչ է սկսվել, իրականում ինչ է տեղի ունեցել։ Հայաստանից ադրբեջանցիներն են հեռացել, ադրբեջանցինից հայերը եկել են Հայաստան։ Ու անգամ կարևոր չի 300,000 գնացել է, 500,000 եկել է կամ իսկապես 300,000 չկար։ Դա դնենք մի կողմ։ Խորհրդային միության տարածքում եղել են ներքին տեղահանվածներ։ Պետությունը խորհրդային միությունն էր։ Մի բնակավայրից գնում էին մի ուրիշ բնակավայր։ Խորհրդային միությունը փոխհատուցում է տվել, վաճառել են տները, թե փոխանակել են, ինչ են արել, թե գումարային կոմպենսացիա են ստացել։ Դա եղել է խորհրդային միության արած քայլը։ Եթե խորհրդային միությունը մի պարտավորություն ստանձնել է, որը չի կատարել եւ խորհրդային միությունը փլուզվել է, անկախ Հայաստանը որպես խորհրդային միության իրավահաջորդ իր վրա է վերցրել եւ ասել է իմ քաղաքացիների հարցը ես կլուծեմ։ Մասնավորապես դա վերաբերվել է խնայ բանկերում փողերին, որ ասել է լավ կտամ, դժվար է, հեշտ է կտամ, որովհետեւ մարդը փողը գցել է խորհրդային միության խնայ բախ փողը կորել է, խորհրդային միությունը չկա, ես պարտավորությունը վերցնում եմ իմ վրա, ես կտամ, երկար ժամանակում կտամ, բայց կտամ, փոխհատուցում կտամ ինչ որ բան։ Կամ եթե սպիտակի երկրաշարժն եղել է դեռ խորհրդային միությունն էր, խորհրդային միությունը մտածել է այդ մարդկանց փողեր տա բնակարաններ սարքի, էս անի, այն անի եւ այլ, խորհրդային միությունը փլուզվել է, Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիների համար մտածել է որպես իրավահաջորդ, ինքը մտածել է դանդաղ արել, արագ արել, փող ունեցել, փող չունեցել, որ այդ մարդկանց հարցերը լուծի, տներով ապահովի։ Սա եղել է պարտավորվածություն, որը անցել է Հայաստանի Հանրապետությանը խորհրդային միությունից։ Ցույց տվեք մի փաստաթուղթ, որ խորհրդային միություն պարտավորություն է ստանձնել 300,000 ադրբեջանցիների համար կամ վերադարձ ապահովել, եթե անվտանգ է, կամ փողեր տալ, որ նրանք ուրիշ տեղ ինչ որ բան անեն, ու այդ պարտավորությունը չի կատարել ու դա տեղափոխվել է մեր վրա որպես պարտավորություն։ Ինչի են Ադրբեջանից մուննատ գալիս, թե դուք պարտավոր եք այդ 300,000-ին տեղավորել։ Ինչու, որ պարտավորությունը կարող եք մի հատ թուղթ ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես իրավահաջորդ նման պարտավորություն ունի։ Ոչ, չունի։ Իսկ ինչու եմ ես ասում, երբ որ մարդիկ ասում են, որ եթե այդպես է, ուրեմն նշանակում է Հայաստանից էլ կարող են գնալ, եթե դուք հանում եք ցուցակ, թե ինչքան հայ է ապրել Ադրբեջանում, լավ եք անում, հանեք, կարող ենք հանել եւ ցույց տալ, ասենք, բասարան ինչ կասեք, բայց ասել մենք պարտավորվում ենք այդ 300,000-ը ընդունենք, դուք էլ պարտավորվեք ընդունել 3, առաջինը Հայաստանից որ 300,000 մարդ գնա Ադրբեջան, դրանից մենք ինչ օգուտ ունենք, ինչ ենք շահելու, եւ երկրորդ, ով է ձեզ ասել, որ Հայաստանից գնալու են Ադրբեջան, չեն գնալու։ Եվ երրորդ, Ադրբեջանից հատուկ գալու են, որտեվ Ալիևը եւ Էրդողանը փողը տալու են նպատակային ուղարկել, թե չէ ոչ մեկը ցանկություն չունի Հայաստան գա ապրի։ Նպատակային ուղարկել են միլիարդներ են ծախսում դրսում Հայաստանի դեմ աշխատելու համար։ Չեն կարողանում միլիարդները իրենց քաղաքացիներին տան, ասեն դու գնա այնտեղ ապրի, որի դիմաց փոխհատուցում կստանաս։ Չգիտեք, որ դա անելու են։ Իսկ դա ինչի համար եմ ասում Սյունիքում այս դեպքերի հետ կապված։ Փշտամին դեմն է։ Ինքը կանգնած է իր տանը ապրում է, նույնիսկ եթե կրակում են անգամ տան վրա։ Բայց հետո որ Հայաստանի իշխանություններն ասում են, այո, եթե խաղաղության պայմանագիր ստորագրենք, այդ 300,000-ը կարող են գան Հայաստանում ապրեն, իմացեք, որ Հայաստանը պարտավորություն չունի Ադրբեջանի հանդեպ, բայց Հայաստանի իշխանությունները պարտավորություն ստանձնել են Ալիևի հանդեպ։ Դա մտել է իրանց պայմանավորվածության մեջ։ Ու երբ որ ազգային ժողովի նախագահը դա ասում է, որ դա պետք է տեղի ունենա, դուք պատկերացնում եք Սյունիքի վիճակը, որը շատ լավ գիտի, ինչքան է Մեղրիից գնացել ադրբեջանցի։ Նա ասում է, որ այո, իմացեք, չեք կարելու տեղ ապրեք։ Կրակում են դրսից, բայց բերելու ենք մտցնենք ձեր մեջ ապրողներ։ Իմացեք, հա։ Այսինքն սրան պետք է վճռականորեն ասել ոչ։ Մեր իշխանությունները, եթե մի բանի վճռական ոչ ես ասում, իրանք հետ են քաշվում։
ոնց որ սահմանադրության հետ կապված մի հատ հարցակվեցին, ժողովուրդը վճռական ոչ ասեց, հետ քաշվեցին։ Բայց եթե մենք այս նրբությունը չնկատենք ու լինում են մարդիկ ասում են, մենք էլ կասենք, ձեր մոտից էլ այսքան հայ է եկել, որ ասեցի իրանց թվում է փաստի առաջ են կանգնում ասում Ալիևին։ Ալիևի երազանքն է, որ դու ասես, այո, մեր մոտից էլ են եկել, եկեք պայմանավորվենք, թուղթը ստորագրում ենք։ Ալիևն ասի, պարտավորվում եմ 300,000 ընդունել, դուք էլ պարտավորվեք 300,000 ընդունել։ Շուռ ես գալի, տեսնում ես 300,000-ը չգնաց, բայց իրանց մոտից 300,000-ն եկավ։ Հետո Փաշինյանն էլ կանգնել ասում, ժողովուրդ ջան, բա դուք չէիք ասում պարտավորություն ստանձնի, Ալիևն էլ ստանձնի, ես էլ եմ ստանձնել։ Ժողովուրդ ջան, չի կարելի դրա Ընդհանրապես նույնիսկ մի մարդու հետ կապված պարտավորություն չունենք մենք նման պարտավորություն եւ մեկ էլ այդ մտածելով որ խաղի մեջ sense փաստի առաջ Ալիևին կանգնացնենք այդ պրիմիտիվությունը հանեք ձեր մոտից չկա տենց բան ժողովուրդ ջան չկա դա պարզապես Ադրբեջանի ծրագիրը Հայաստանի իշխանությունների ձեռքով իրականացնելու համար է։ Նայեք, որ Սյունեցին ամեն օր լսում է, որ իր մեջ բերելու են ադրբեջանցի մտցնել։ Այդ ձևի են որոշել մարդկանց ընդեղից քշել։ Մենակ դեմից կրակելը բավարար չի, որտեղ ամենաբարձր ամբիոնից հնչեցնում են, այո 300,000-ը հետ են գալու, որ դրա հսկայական մասը նաև Մեղրիում էր ապրում։ Դրա համար եմ ասում, ով որ դա կասի, դա պրովոկատոր է, ժողովուրդ ջան։ Չկասկածեք, գրագետ ինտելեկտուալ պրովոկատոր է։ Եթե կասի, այո, թող իրանք էլ գան, մեր մոտից էլ գնան։ Իսկ հիմա երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ կապված ասեմ, որ նաև այս մթնոլորտը, որ երկրում ստեղծված է, նաև սրա հետ կապված մենք լուրջ խնդիրներ ունենք։ Ինչ մթնոլորտում են մեր երեխաներն ապրում, ինչ են սովորում ավագ սերունդից եւ ինչ ապագա ենք մենք իրանց խոստանում։ Իհարկե, երբ որ այն ինչ որ տեղի ունեցավ իշխանության այս անբարեհունչ հարձակումը եկեղեցու վրա, ես իհարկե բացատրեցի, որ իշխանությանը նման բան պատիվ չի բերում, շատերը փորձում են ասել, ոնց եկեղեցուն ես պաշտպանում։ Նրանք, ովքեր իմ խոսքին հետևում են, հրաշալի գիտեն, որ ես եկեղեցուն չեմ պաշտպանում։ Մի փորձեք շառանեք այնտեղ, որտեղ դա չի ստացվի։ Որտեղ ես ինքս Գարեգին երկրորդի հետ կապված շատ բաներ ասել եմ, թե ոնց են ծառայում Ռուսաստանին։ Բացի նրանից ոնց կարող է պատահի նրա եղբայրը եզրաս կաթողիկոսը գնար բանաներ եպիսկոպոսը arczepiskop գնար կնքեր օրհներ ազգությամբ հայերը Ռուսաստանի քաղաքացիներ որ գնան Ուկրաինայում կռվեն ում անունից հայ առաքելական եկեղեցու էլ պարգևներ ստանալ են ամեն ինչ այդ ամեն ինչի մասին խոսացել ենք նախկին իշխանությունների հետ կապված նրանց աջակցությունը բացի նրանից է Բագրատ Գաստանյանի շարժումը որ անունն էլ դրել է Բագրատ Բեխաբար որ տենց էլ բերեցին հատուկ գցեցին ասպարեզ որպեսի ինքանի Անենց որ շառանել ի վրա չի ստացվի, ես ասում եմ, իշխանության որակը չի կարելի փչացնել, այս որակով չի կարելի խոսել հասարակության հետ, սրա մասին է խոսքը, չի կարելի ուղղակի, մենք ինչ ենք մեր ավակ սերունդներին ասում, ինչ ենք մենք իրանց տեղից էլ իմացեք, ավակ սերունդը չի կարողանում երիտասարդ սերունդի նորմալ օրինակ ծառայի ասում է շատ բան է փոխվել ինֆորմացիայի աղբյուրներն են փոխվել դուք ասենք շատ ասելիք չունեք եթե դուք ձեր հեղինակությամբ ձեր կիրթ վարվելակերպով պատկառանք չներշնչեք երիտասարդների մոտ նա ձեզ չի էլ լսի երիտասարդին ասում եք մեծի խոսքը չի լսում որ շուռ գասի հարգելի հայրիկ ու մայրիկ քո խոսքը լսեմ համացանցում սաղ օրա 7 հարգանի հայոյանք ես տալիս դա լսեմ ու ինձ ես խայտարականում դպրոցում կամ բուհում իմ կոլեկտիվի մարդիկ լսում են իրաց տատիկին ու պապիկին կամ հորն ու մորը հետո երբ որ բեկի հետ մի բան եմ խոսում ասում են անդաստիրակի լակոտը չես կամ եթե փորձում են իրան վիրավորել, արհամարել, որ նա պատասխանում է, ասում են, «Իա, կարող եմ մի հատ էլ հորդ կամ մորդ նման հայո ես»։ Ժողովուրդ ջան, այս ինչ մթնոլորտ ենք սարքել մենք։ Մենք այս ազգը չենք, ավակ սերունդի ժամանակ դա չի եղել։ Փոխանակ ավակ սերունդը երիտասարդ սերունդին օրինակ ծառայի։ Այս հայոյախառն բաները ինքը օրինակ ավերցրել է, որ մոդայից հետ չմնա։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Այո, ժողովուրդ ջան, դա չի եղել ժամանակին։ Ինչ օրինակ եք դուք ծառայում երեխաների տեղից որ ձեր ընտրությամբ ձեր երեխաների ապագան եք որոշելու տեսնում եք թե ոնց եք ընտրում եւ ինչ եք ընտրում ինչն եք հավանում դուք պատկերացնում եք այն երեխայի վիճակը որը մտնում ասենյակ տեսնում է իր հայրն ու մայրը հայոյախառն ինչ որ նյութ են լսում մի բան էլ ասում են պակաս ասեցիր այս բանն էլ պետք է ասի մոր բերանից հայոյանք է լսվում դուք ինչ եք ուզում ձեր երեխան ձեզանից սովորի այո ժողովուրդ ջան գուցե մենք հետամնացենք բայց ես ուզում եմ ասեմ Այն ինչ որ նույնիսկ
Բարերով դու չես ասի կնոջը մի բան, որ 5 րոպե առաջ իր հետ կատարել ես կամ ինքը քո հետ կատարել է։ Դու պարզապես հարգելով նրան կյանքում դու նրան չես ասի այն, ինչ որ արվել է։ Այլապես դա նշանակում է դու այդ կնոջը չես հարգում։ Մենք էս մթնոլորտից այսօր հասանք, ժողովուրդ։ Ուսա ձեզ դուր է գալի։ Ու դրանով ուզում եք արդարացնեք, բա ասում եք, եթե կաթողիկոսը վատ արե, ուրեմն երկրի ղեկավարությունը լավ արե, որ դա արել է, հա։ Մենք սրա մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք ինչ օրինակ եք ծառայելու հասարակությանը։ Տեղից էլ ասում եմ, այդ հասարակության մեջ ինֆորմացիայի պատճառով դուք չեք էլ կարող միջամտեք նրանց կյանքին, նրանց հետաքրքրություններն ուրիշ են։ Բա օրինակը ձեր ում մնաց։ Սրա մասին է խոսքը։ Ու այն ցանկացած մարդ, որը որ պաշտպանում է նման ոճը, նման խոսելավոճը, այդ մարդը նշանակում է իր երեխայի համար այդ օրինակն է ծառայում։ Այս ուզում եմ, որ դա հաշվի առնեք, որտեվ մենք էլ ենք չէ շփվում մարդկանց հետ տեսնում ենք ինչա։ Տատիկ կա, որ ինձ փողոցում տեսնում է կամ մի որևէ տեղ հանդիպում է, ասում է, գիտեք ինչ, ես ձեզ լսում եմ, բայց ես չեմ հասկանում այդ սարքավորումներից, թոռանս կանչում եմ իր հեռախոսով է միացնում ու ձեզ նայում եմ։ Բայց դե ասում է ժուլիկ հայացքով էլի թողինձների, ասում է, բայց դե գիտեք չէ, դե որ միացնում է հեռախոսը ձեռից վերցրել եմ, ինքն էլ է լսում։ Մեկ էլ ասում եմ, լսի հեռու մի գնա, լսի կարող է բան էլի ես չհասկանամ, դու ինձ պատմես։ Ասում է մի քանի անգամ լսելուց հետո ինքն է կանգնում ասում, տատի արի անտինյանի ժամն արի որ լսենք։ Ասում է տեսակ հասա դրան։ Այսինքն ինքը գլուխը գովում է, որ ինքը կարող, ես էլ եմ չէ նայեմ YouTube-ում, որ 13-ից 17 տարեկան YouTube-ում գրանցված դիտողների թիվը ինչքան է, եւ պարզվում է, որ այո, ինքը միացնում է, կամ էլ ասում է հեռուստացույցի վրա գցի, որ այդ ամբողջ ձենը բարձր լսվի, բոլորը լսվեն։ Ժողովուրդ ջան, ինքը դրանով իր երեխային ներքաշում է իր թոռան մասին էր ասում, ներքաշում է, որ ասում է արի բալաջան, ես չեմ հասկանում, մեկ էլ կարող է բաներ կա չհասկանամ, ես ուզում եմ ինքը ձեզ լսի։ Իսկ դուք պատկերացնում եք այդ թոռը, նույնիսկ եթե իրան հետաքրքիր չի, դա է լսում։ Կաշվիներից դուրս են գալիս, որ հանկարծ չմտածեն, որ ամբողջ երկրում սա է վիճակը։ Բա որ երեխան մի օր կանգնի, ասի, տատի ջան, պապի ջան, բա ասում եք ես հայհոյանքը չլսեմ, ում լսեմ։ Մեկը չլինի, որ մեկ իսկ առավոտից իրիկու մարդիկ, որոնք որ սատարում են Փաշինյանին կամ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, իրանք չեն էլ ուզում, որ իրանք երեխաներն ու թոռները լսեն ինձ կամ իմ նման մարդկանց, ասում են ոնց, բա մեր համակրելի Փաշինյանն ու Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին քննադատում, ոնց կարելի է լսել։ Այդ եք ձեր երեխաներին ու թոռներին ժառանգում, այդ պետությունն եք ժառանգում իրանց։ Սրա մասին է խոսքը, պետք չի ին վրա շառանել, որ ես եկեղեցուն պաշտպանում եմ։ Ես դրա մասին իմ ասածները տասնամյակներով անգամ ասած հաթաթ հանում ցույց եմ տալիս, թե որ ժամանակ ինչ եմ ասել, ինչն եք սխալ անում, ոնց եք Այո, եթե եկեղեցին իրավունք չունի խառնվի աշխարհիկ կյանքին, որի մասին մանրամասն ներկայացրել եմ, նույն ձևի նաև աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի խառնվի եկեղեցու գործերին։ Այնպես որ հանգիստ թողեք, սա աշխարհիկ պետություն է, եւ այդ կռիվների մեջ հանկարծ չարթարացնեք հայոյախառն խոսակցությունը կամ այն թևից։ Դա խայտարակություն է մեր երկրի համար, մեր ազգի համար ու մեր պետության համար։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։